2019 թվական Արցախի Հանրապետություն Համահայկական խաղերի բացման առիթով Հայաստանի վարչապետը 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ Արցախին զոնաց իր բանաստեղծությունը կարդաց. Այս հողի մեջ հոգուս զարկերակն է, այս հողով իմ արյունն է հոսում, ես պատրել եմ զոհի հին կտակը, հաղթողի նոր խոսքեր եմ խոսում. Հետո խանդավառված արցախցիների առաջ հայտարարեց. Հիմա ձեզնից շատերը հարցնում են, իսկ ինչու Արցախի մասին ոչինչ ասված չէ։ Պատասխանը շատ պարզ է, որովհետև Արցախը Հայաստան է եւ վերջ։ Ելույթն ընդմիջվում էր ոգևորիչ վանկարկումներով. Միացում, միացում։ Շատ չանցած միջազգային հանրության ու Ալիևի առաջ Փաշինյանը հայտարարեց. Եթե հետ գնանք պատմության խորքեր, ապա երբ հայոց արքա Տիգրան Մեծը բանակցում էր հռոմեական առաջնորդ Պոմպեոսի հետ, այդ ժամանակ Հարավային Կովկասում կամ ամբողջ աշխարհում Ադրբեջան անունով պետություն չկար։ Հետո հասավ 20-րդ դարասկիզբ, հիշեցնելով, որ Կովկասյան բյուրոն է որոշում կայացրել, որ Ղարաբաղը պետք է լինի Հայաստանի մաս։ Ղարաբաղը երբևէ չի եղել անկախ Ադրբեջան պետության կազմում։ Ղարաբաղը մտցվել է Ադրբեջանի կազմի մեջ միայն Խորհրդային Միության ձևավորման գործընթացում։ Եթե Ադրբեջանը դուրս եկավ Խորհրդային Միությունից նույն կերպ, ինչ Լեռնային Ղարաբաղը դուրս եկավ Խորհրդային Միությունից։ Հետո եկավ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փուլը։ Տեսեք, 86,600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ֆորմատում։ Արցախի 9-ամսյա շրջափակմանը հաջորդեց Ադրբեջանի պատերազմական ագրեսիան արցախցիների դեմ։ Մինչդեռ նույն օրերին, 2023 թվականի սեպտեմբերի 21-ին, Փաշինյանը Երևանից հայտարարեց. Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը ուղիղ սպառնալիք չկա։ 2025 թվականի հոկտեմբերի 9-ին պաշտոնական Բաքուն բողոքեց Եվրամիություն Հայաստան գործընկերության ռազմավարական օրակարգում Ադրբեջանի առաջարկած վերաինտեգրման ծրագիրը մերժելուց հետո Հայաստան կամավոր գաղթած հայ բնակիչներն անվանվել են Ղարաբաղցի հայեր եւ նրանց վերաբերյալ գործածվել է փախստականներ սահմանումը։ Հաջորդ իսկ օրը Գերմանիա կատարած այցի ժամանակ Փաշինյանը Բաքվին առաջարկեց. մենք փակենք Ղարաբաղի թեման, դուք արևմտյան Ադրբեջանի։ Առաջարկում եմ, որ մենք համատեղ ընդունենք ճանապարհային քարտեզ, այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ։ Որտեւ ես արդեն ասել եմ բաց հրապարակային, ես մեր Ղարաբաղի ժողովրդին եմ ասել, որովհետեւ ասում են, բա պիտի վերադառնանք, ես ասել եմ դա իրատեսական չի։ Այսինքն, արցախցիներին իրենց դարավոր հայրենիք վերադառնալու միջազգային իրավունքի եւ ադրբեջանցիների միջազգայինորեն ճանաչված սահմաններով Հայաստանի Հանրապետությունում ապրելու միջև հավասարության նշան դրվեց։